Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Պիլատեսի բարձրակարգ մասնագետ և մենթոր, Հայաստանի Հանրապետության առաջին և միակ մասնագիտացված Պիլատեսի դպրոց-ստուդիայի համահիմնադիրը, Պիլատեսի ասոցիացիայի նախագահը։ Բարի գալուստ իմ պոդկաստ։ Այս հարթակում իմ հյուրերը և ես պատմելու ենք մեր անցած ճանապարհի մասին։ Նրանք կպատմեն ձեզ իրենց պատմությունը և իրենց կյանքի փոփոխությունները Պիլատեսից առաջ և հետո։ Ձեզ եմ ներկայացնում այսօրվա պոդկասթի իմ հյուրին, լուսանկարիչ դիզայներ Մեզոն Մարաշլյանի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, ողջույն եմ։ Ողջույն։ Այս հարցը տալիս եմ պոդկասթի բոլոր հյուրերին, ինչը կամ ով քեզ բերեց ինձ մոտ։ Շատ ինձ հարազատ մարդ, լինելով ինձ լավ ընկեր, ասեց, որ հետաքրքիր կազմվածք ունես, բայց երևում է, որ չես պարապում։ Ու լավ կլիներ, եթե տեղյակ ես, կա նոր հետաքրքիր սպորտային պարապելու միջոց, մարմինը կառուցվածք ստեղծելու պիլատես։ Ես ճիշտն ասած Իրանից եմ լսի առաջին անգամ պիլատեսի մասին եւ փորձեցի հասկանամ, արդյոք Հայաստանում կա նման բան ու շատ պատահական ընդհանրապես Instagram-ի եւ Facebook-յանի ալգորիթմները հետաքրքիր են աշխատում, երբ որ բարձրաձայնում ես որևէ մի հարց, չգիտես ոնց շատ արագ հայտնվում է դա եւ Instagram-ում տեսա քո մասին, դեռևս չկար պիլատես ստուդիոն, բայց դու պարապում էիր արդեն եւ որպես պրոֆեսիոնալ աչքի ընկար ինձ համար շատ արագ ու վստահելով քեզ գրեցի Ինեսա կոնսուլտացիայի կարիք ունեմ։ Ես հիշում եմ այդ առաջին օրը, այդ առաջին նամակը, երբ դու ինձանից կոնսուլտացիայի ժամ խնդրեցիր եւ մոտեցար այն անկումբ, որտեղ ես այդ ժամանակ աշխատում էի, այդ օրը շատ եմ հիշում, որովհետև այդ օրը իմ առաջ նստած էր մի շատ նուրբ, շատ այդ ժամանակ դեռ շատ տխուր, մի քիչ սենց կին, որի մասին ես իդեպ երևի մի քանի օր մտածել եմ քո մասին, երբ որ ես քեզ տեսա, դու շատ տպավորել էիր ինձ։ Իրականում իսկապես դա մի այդպիսի ժամանակահատված էր եւ կարծում եմ յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուր մարդուն հատկապես կնոջ կյանքում լինում են այնպիսի ժամանակներ օրեր, երբ որ կարծես քեզ վերագտնես, կարծես ուզենաս հասկանաս որտեղ ես եւ այն 0 կետից ինչպես կարելի է նորից ապրել եւ ես գտնվում եմ հենց այդ 0 կետի վրա ու կարող եմ ասել հեղաշրջում ես առաջացրել նախ որովհետեւ դու դարձել ես ինձ ընկեր, եթե ես այդպես կարող եմ ասել եւ իհարկե որպես պրոֆեսիոնալ, որ շատ ես գնահատում եմ, ընդհանրապես յուրաքանչյուր մարդ իր ոլորտում պետք է լինի պրոֆեսիոնալ եւ ես դա քո մեջ էլ զգացի, իսկ ընդհանրապես այնտեղ որտեղ որ մենք հանդիպեցինք, այսպես մի քիչ մթնոտ մտնաշաղ էր եւ մենք նստել էինք ինչ որ աթոռակների վրա եւ զրուցում էինք, կոնսուլտացիան եթե ասենք այդպես անցավ ու ես քեզ վստահելով միանգամից մի քանի բառ ասացի, ասեցի Ինեսա, ես կարիք ունեմ Չգիտեմ ինչի կարիք ունեմ, բայց ինչ որ մի լավ բանի կարիք ունեմ, դու ասեցիր, կարծես վստահիր ինձ, ու մենք սկսեցինք պարապել իմ տանը։ Այո, ես հիշում եմ, իրականում շատ դեպքեր եմ ունեցել իմ այս կարիերայի ընթացքում, երբ որ ես չեմ ունեցել ազատ ժամ որևէ հաճախորդ ընդունելու, բայց երբ որ զգացել եմ այդ մարդը խնդիր ունի առողջական կամ հոգեպես ես իրան պետք եմ, ես ամեն ինչ արել եմ, որ այդ հաճախորդին ընդունեմ, նույնիսկ իմ աշխատանքից 1 ժամ շուտ եմ աշխատել կամ 1 ժամ ավել եմ աշխատել, բայց եթե զգում եմ այդ կարիքը այդ մարդը ունի, անպայման ես դա անում եմ, առանց խնայելու ինձ։ Նշեցիր, որ այդ օրը, երբ որ մենք հանդիպեցինք, ինչ որ 0 կետ էր քեզ համար եւ ես ինքս զգացի, որ դու հոգեպես շատ ճնշված ես։ Կարաս ասես, որ պիլատեսը ինչ որ ձևով պանացեայի դեր տարավ քո կյանքում այդ ժամանակ, եթե այո, կարող ես նկարագրել։ Բնականաբար շատ այսպես խորքային իմ ապրումների մասին չեմ կարող բացահայտ խոսել, ցավոք սրտի, մյուս կողմից էլ մտածում եմ երևի յուրաքանչյուր կին, ով գտնվում է հիմա այս պահին նման իրավիճակում միգուցե ես կարող եմ օգնել խորհրդով, այն իմաստով, որ ֆիզիկական ուժը լիցքաթափվելու իմաստով դա շատ մեծ այսպես պատմոգ է, հա, ոնց որ ուժ է նաև հոգու կարկասը կառուցելու համար եւ այս ժամանակ ես անկեղծ պետք է ասեմ շատ մարդկանց հետ հնարավորություն չունեի խոսելու եւ ցանկություն չունեի խոսելու, դրա համար ենք մենք տանը պարապում իդեպ ու մի անգամ պետք է ասեմ հենց այն
դանդաղ միգուցե պիլատեսը ամեն դեպքում դանդաղ ուժային, հա, գործողություն է եւ ես իմ տեսակով շատ սիրում եմ այսպես ռուսերենով բառկա կոնտրոլ անել, հա, ու ես գիտեմ որ պիլատեսը անվանել է control-ը, այո, հենց կոնտրոլն է։ Ու ես կարծես այդ ժամանակահատվածում կորցրել է բոլոր այդ հնարավոր մեխանիզմները իմ անձի եւ իմ հոգու եւ իմ ֆիզիկական ուրեմն աշխարհի այդ կոնտրոլը եւ պետք էր դա վերադարձնել ու պիլատեսը դա շնորհեց ինձ քո միջոցով, այսինքն դու կարողացար տալ այն, որ ես սկսեցի կարգավորել եւ բերել կոնտրոլի, այսպես ասեմ, կոնտրոլ հայերեն ոնց, հա վերահսկման ոնց որ ամբողջ մարմնի Ոչինչ կարես կոնտրոլ ասես։ Հա, հոգու եւ ուրեմն նաև ռազում խելքի իմաստով, որովհետև ես գիտեմ քեզանից շատ հաճախ եմ լսում պարապմունքների ժամանակ, որ ասում ես դուք պետք է նաև մտովի եւ խելացի լինել պարապմունքի ժամանակ, անջատվել հնարավոր չէ եւ դա ինձ շատ նույնպես հավաքեց։ Ուրեմն ման նկատել եք ռուսախոս մարդիկ ինչ գրական սիրուն խոսում են հայերեն։ Այդ դրանից մեկը Այմանն է։ Ես կրթություն չունեմ երեխեք հայերեն։ Ռուսականն է լրիվ բացարձակ։ Դրա համար կարող է sense մի քիչ տարել բառեր հնչեն։ Да, сейчас продолжим на русском, հա։ Դու այն հաճախորդներից ես, արդեն իսկ իմ ընկերը եւ շատ ես ընկերներ եմ այսպես ձեռք բերում, որտեվ տարիներ շարունակ մենք միասին ենք անցկացնում, նույնիսկ ես ձեզ ավելի շատ եմ տեսնում, քանի ընտանիքի անդամներին, ասեմ իմանաք։ Այն հաճախորդ ընկերներից, որոնք իմ հետքերով, իմ հետևից գալիս են, երբ որ ես աշխատում եի ակումբում, կարող եմ վստահ ասել, որ 100 հաճախորդից 100-ը իմ հետևից եկան իմ արդեն նորաբաց ստուդիան։ Կարող ես նկարագրել կյանքը պիլատեսից առաջ եւ արդեն իմ հետ եւ պիլատեսի հետ։ Բնականաբար մենք մի ժամանակ երբ որ իրար հետ էինք պարապում եւ մեր խոսակցությունները ընթացիկ կային նաեւ նրա մասին, դե պիտի ասեմ որ տպավորված է ինչի դրապես հայկական մտածելակերպի մեջ եւ գործողությունների մեջ դեդլայնների եւ ժամանակի խնդիր կա մշտական, բայց մշտապես հիանում է քո պրոֆեսիոնալիզմով էլի որ գալիս էր ճիշտ քո ժամին եւ թողնում էր պարապմունքը նորից ճիշտ քո ժամին եւ մեր կարելի ասել մեր խոսակցությունները 1-2 հատ պարապմունքի ժամանակ էին ու ես միշտ ասում եմ հետաքրքիր անգամ 10 րոպե չկա հավելյալ կամ նախորոք ասենք ինչ որ ոնց հալի ոտը կախկցենք խոսենք անգամ դա չկար այսինքն այնքան ճշգրիտ ժամանակային եւ ընկերությունը նաեւ իմ կարծիքով հիմնվեց նրա հաշվին որ դու էլ ունեիր որոշակի մտորումներ այդ փուլում ես դա զգացի իրականում մենք չէինք խոսում դրա մասին երբեք ես ու դու բայց ես դա զգում էի քանի որ շատ զգայուն մարդ եմ որպես ստեղծագործ լինելու պատճառով միգուցե ու դա զգալով նույնպես դա վստահությունն է շնչեց որ դու ինքդ գտնվելով միգուցե որոշակի ինչ որ ճնշման տակ հոգեբանական բայց քո գործը անում ես լիակատար ու դա նույնպես ինձ բերեց նրան որ ես քեզ սպասեմ որովհետև դու խոստանում էիր ասում էիր մի քանի ամսից ստուդիան բացվելու է եւ դու գալու ես ինձ մոտ ես անհամբեր էի եւ այո իսկապես առաջին իսկ տպավորություններից ելնելով ստուդիայի բացման իսկ օրվանից ես հասկացա որ ճիշտ տեղում եմ ճիշտ վայրում եմ եւ պրոֆեսիոնալների արդեն ձեռքերում Այո, մենք դեռ շատ տարիներ ենք անցկացնելու իրար հետ եւ շատ լավ բան նշեցիր, որ իրականում ես որպես մասնագետ գուցե թույլ տամ, որ հաճախորդը դասի ժամանակ խոսի զրույցի, բայց երբեք դրանից չի տուժի մեր պարապմունքը, երբեք մենք չենք դադարի այդ զրույցի համար, մենք շարունակենք խոսել եւ դա հաստատ կփաստեն բոլոր հաճախորդները։ Այո, պարապմունքի հաշվին ինչ որ երբեք չի տուժի ձեր պարապմունքը ինչ որ խոսակցության հաշվին, այո։ Հիշում ես մի անգամ դու ինձ ասացիր, որ ին գիտես մամաս փոփոխություն ա տեսնում իմ մեջքի մեջ։ Կարծում եմ իմ եւ քո համար դա մեծագույն հաղթանակ է, երբ այն մարդը, ով ստեղծել է քեզ, ստեղծել է քո մարմինը եւ միլիմետրով քեզ գիտի, տեսնում է մեր արած աշխատանքի հետևանքը։ Ինես դա նույնպես իմ ցավոտ կողմերից է, ընդհանրապես մանկուց եկած, քանի որ ես միշտ բոյով եմ եղել եւ Հայաստանում համարվել եմ միշտ բոյով աղջիկ, ունեցել եմ որոշակի անգամ կոմպլեքսներ, քանի որ դասարանում առաջինն էի կանգնում, ուրեմն ֆիզկուլտուրայի ժամանակ նույնպես առաջինն էի ու ես դրանից ընկճվում էի ու ունեի որ երևի կառուցվածքից ելնելով զարգացման ինչ որ փուլային հարցերում մեջքից սկալիոզ ունեի հստակ, մայրիկս շատ էր ճիշտն ասած դրա հետ
կապված նեղում եւ տալիս էր ինձ երկար փայտեր, այն ինչ որ մենք այսօր նույնպես դա անում ենք, ու պարտադրում էր, որպեսզի ես այդ փայտիկով տանը քայլեմ, կապում էր ձեռքերս ետևից եւ ես այդ փայտով տան մեջ շարժվում եմ, որպեսզի մեջքս ուղիղ լինի։ Ճիշտն ասած, պիլատեսին ինչի նույնպես վստահեցի, որտեղ ես գիտեմ, որ հենց Յոզեֆը ինքը ունեցել է խնդիրներ առողջական եւ գիտեմ, որ բավականին շատ, ինքնու մինչեւ արտրիտի, ռևմատոիդների արտրիտի ինչ որ խնդիրներով եւ 90-ականներին դեռևս ինձ մոտել էին ախտորոշել արտրիտ ու ես հիշում եմ, որ ասում են շատ կարեւոր է ամրացնել մկանները ոտքի, ծնկի հոդային հատվածներում ու պարզապես էլի ես հասկացա, որ հրաշքներ է գործում պիլատեսը, այսինքն ինչ խոսք մեջքի հետ կապված մայրիկս միանշանակ այո, ինչպես նա այնպես էլ ես զգում եմ, որ կարելի է ասել շատ ավելի լավ եմ ինձ զգում, ուղղվածություն կա եւ մկանների ամրություն եմ զգում մեջքի, ինչպես նաեւ ծնկի հոդի հետ կապված, որը նույնպես ինձ մոտ խնդիր է եղել եւ հիմա շատ ինձ ավելի լավ եմ զգում։ Այսինքն ես ոնց հասկանում եմ, սա հստակ նպաստում է բուժման ենթատեքստից, էլի, որ այսինքն դու կարող ես համարել սա նաեւ բուժման մեթոդ։ Այո, ի սկզբանե պիլատեսի նպատակը ստեղծվելու հենց եղել է վերականգնումը, զինվորների վերականգնումը եւ իրականում մայրիկը շատ ճիշտ բան է արել փայտի միջոցով օգնելու։ Ուղղակի այդ դեպքում ես կավելացնեմ, որ անպայման պետք է ունենալ նաեւ ուժեղ մկաններ, որտեվ շատ անգամ մարդ կարողանում է մեջքը ուղղել, բայց քանի որ չունի այդ մկանային ուժը, որ իրան ուղղակի կպահի, ինքը մի րոպե հետո հոգնում է եւ նորից սկսում է կուս քայլել։ Այո, այսինքն ձևավորվում է կարկաս մկանային, որը որ պահում է ուղիղ մեջք։ Շատ շնորհակալ եմ, ինչ ասեմ։ Նախ քանի որ Պասի հենց չեմ հարցնում։ Ինչ հավես է, որ sense պատրաստ ես մի անգամից։ Էմ դու կրթություն ես ստացել Ռուսաստանում եւ այնտեղ ունես շատ ընկերներ, ինձ շատ անգամ ասել ես, որ այնտեղի բոլոր ընկերներիդ խորհուրդ ես տալի գնալ պիլատեսի եւ ինձ հարցնում ես, թե ուր գնան այնտեղ պիլատեսի։ Ես էլ բնականաբար իմ լավ գոլեգաներին խորհուրդ եմ տալիս, ինչպես ես դու իրանց այդ խորհուրդը տալիս, ինչպես ես նկարագրում, ինչպես ես քո փորձով կիսվում։ Այ պատկերացնենք ես քո Ռուսաստանի ընկերն եմ, ուզում եմ գնամ պիլատեսի։ Շատ հետաքրքիր է, գիտես, հիմա անգամ քանի որ շատ պատկերավորել կարող եմ տեսնել, էլի ստեղծագործական մտքից ելնելով, որ ասма воображение у меня хорошее։ Ես բժշկականն եմ ավարտել Մոսկվայի ու բնականաբար նման բաների վրա ուշադրություն եմ դարձնում, հատկապես իմ ընկերների առողջական խնդիրների վրա եմ սիրում ուշադրություն դարձնել։ Հատկապես պիլատեսից հետո, չէ՞։ Հատկապես պիլատեսից հետո, իհարկե ես բժշկությամբ հիմա չեմ զբաղվում եւ շատ վաղուց արդեն չեմ զբաղվում այդ, բայց երբ որ տեսնեմ փոքրիկ սկալիոզ կամ մեջքի ծռվածություն, բալանս խնդիր եւ այլն, մի անգամից դա հստակ կա, հատկապես իմ ընկերներին առաջարկում եմ օգտվել հնարավորությունից։ Իհարկե ես չեմ եղել Մոսկվայի պիլատես ստուդիոյում եւ էլի վստահում եմ քեզ ու խորհուրդ հարցնելով քեզանից հասկանում եմ, որ նրանք նույնպես պրոֆեսիոնալ են։ Երկու դեպք ունեցել եմ, որ իմ ընկերներս գրանցվել են եւ հաճախել են ինչ որ մի քանի դասերի, բայց քանի որ իրենք ավելի, այսպես ասեմ, աշխատունակ եւ Մոսկվայի տարածությունները շատ ավելի անհասանելի են, քան մեզ մոտ, դա մի քիչ դժվարություն է առաջացնում, բայց ինչեւ է այդ փորձը նաև կա, այո։ Դու արվեստագետ ես։ Ինձ համար պիլատեսը նույնպես արվեստ է, նույնիսկ ավելին ասեմ, գլուխգործոց է։ Օրինակ, եթե դու նկարելիս լինեիր քո կյանքը պիլատեսից առաջ եւ հետո, ինչ գույներով կնկարեիր։ Ես ավելի շատ արվեստ սիրող եմ, թույլ տուր այդպես ասեմ։ Եվ սիրում եմ լինել արվեստի մեջ։ Գույները միջև իմ մտնել մուտք գործել պիլատեսի աշխարհ, գորշ գույներ էին։ Այն ինչ որ վերաբերվում այ մարմնին չէ, որ ես 3 երեխա ունեմ եւ իմ 3 երեխաները հաստատ չեն խնայել մամայի կառուցվածքը, որ լինի նույն ամրության, նույն այդ մկանային մասայով, դրա համար ես բավականին ընկճվածություն ունեի իմ կառուցվածքի հետ կապված, բայց նաեւ ասեմ, որ գորգույները փոխարինվեցին ավելի վառ գույներով, որովհետև որոշակի ճանապարհ անցանք եւ 3 տարի է կարծես արդեն ես պիլատես։ Չէ, ավել, 3 տարի միայն pure պիլատեսը կա, երևի մոտ 5 տարի կլինի։ Քիչ շրջանցեմ մաթեմատիկան, բայց ինչ վերաբերվում է այսօրվա գույներին, դա հստակ գույներ են՝ կարմիր,
օրինակ շատ սիրում եմ կապույտ գույները, որոնք որ երևի այդ գույները տալիս են սլացիկ մարմնի կառուցվածք գույն ասոցացնում ես կապույտի հետ, սլացիկ կարմիրը միգուցե մկանային ուժի հետ, այո, եւ ոսկեգույն, այդ ոսկեգույնը երևի կնոջ մտքի ուժը, կարելի է ասել, այո։ Շատ հետաքրքիր նկարագրեցիր։ Եմ շատ անգամ ես նկատել եմ, որ դու եկել ես դասի շատ անտրամադիր, նույնիսկ երբ որ դու story ես դրել քո էջում, ես նույնիսկ այդ ժամանակ նկատել եմ քո ոչ տրամադիր լինելը եւ քեզ գրել եմ։ Կհիշես շատ անգամ, որ դու էլ զարմացել ես։ Ոնց ես դու նկատում, որ ես անտրամադիր եմ։ Այ որ եկել ես դասի, դու նկատել ես, որ դասից հետո ինչ որ ձևով տրամադրությունդ բացվել է կամ գործնական ինչ որ որոշումներ կայացնելը ավելի քեզ հեշտ է տրվել, ավելի պարզ է միտքը տեղել։ Ես ընդհանրապես զարմանում եմ, թե ես ոնց եմ հայտնվում քո լուպայի տակ, որովհետև իրականում անհնարին էր, ես անգամ ինչքան ես համոզում եմ, ասում եմ, չէ, ես չպետք է ցույց տամ էմոցիաները, հասկանալով, որ ես բավական էմոցիոնալ մարդ եմ, բայց չէր ստացվում, պարտադիր դու միշտ նշում ես, ասում ես, դու այսօր լավ չես, դու ինձ դուր չես գալիս։ Ու դրա միակ երևի խորհուրդը հենց նրանում էր, որ դու դրանով բլոկում էիր այն վատ տրամադրության շարունակությունը դասի ժամանակ, այսինքն անգամ դա ինձ արդեն թույլ չէր տալիս եւ իմ ուղեղը դա ընկալում էր, ասում էր եւ վերջ, տրվիր պարապմունքին եւ կարողացիր դուրս գալ տվյալ իրավիճակից, վատ տրամադրությունից այս պարագայում, այո, պարապմունքից հետո անգամ լինում էր, որ ուղղակի չէի զգում ինչ էր եղել սրա ընդամենը 1.5 ժամ առաջ ինչու է այդպեսին անգամ չէի հասկանում էլ այսինքն այդ պարապմունքը պիլատեսը տալիս է նաև լիցքաթափում Եթե նկատել ես, ես նույնիսկ դասի ժամանակ, երբ որ դու անտրամադիր ես, անպայման քեզ պետքա գամ մի հատ, կպնեմ մի հատ, գրկեմ մի հատ, sense պաչիկ անեմ, որտեվ իսկապես այդ հոգեպես ուզում եմ նույնիսկ այդ ձևով բացի մարզումից քեզ օգնած լինեմ։ Իսկ եթե պիլատեսը լիներ արվեստ, որ արվեստի հետ կասոցացնեիր դու պիլատեսը։ Միգուցե ժամանակակից արվեստի հետ կասոցացնեի, որովհետև այսօր պիլատես ինքը ժամանակակից սպորտաձև է։ Ես անգամ չգիտեմ իրան ճիշտ է այդպես անվանել։ Ինքը 100 տարեկան է, բայց Հայաստանում դուրս է գալի, որ այո, ճիշտ ասոցիացիա կտամ, որ ասեմ, սա ժամանակակից արվեստ է ինձ հիշեցնում եւ ժամանակակից արվեստը ինքը իրենով այսպես խոսք է, ասելիք է եւ ինչ որ էլի հիմնակետ է, որի վրա ուշադրության է բերում, այսինքն երբ որ կա, այսինքն պիլատես ինքը ինտելեկտուալ սպորտաձև է ինձ համար եւ հենց դա ինձ շատ գերում է, որովհետեւ յուրաքանչյուր բան, որտեղ կա ինտելեկտուալ կորիզ, դա միանշանակ հետաքրքիր է։ Եվ եթե կա նաեւ մարզում ուղեղի հետ, այսինքն դու նաև ուղեղը տես մտքի հետ, դա նույնպես շատ կարևոր է։ Այսինքն դրանք ոչ միայն շարժումներ են, այլ նաև ամբողջը բալանսավորված, բալանսի բերված ինչ որ մի հատ մեծ շարասյուն է եւ ժամանակակից արվեստը նույնպես իր մեջ կրում է բովանդակություն, շատ մեծ բովանդակություն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել եւ ժամանակը ոնց որ համահունչ ընթացքով է, էլի։ Իրականում իմ դուրս շատ եկավ այդ ասոցիացիան, հենց ժամանակակից արվեստի հետ, որովհետև պիլատեսը արդեն 100 տարի է ինչ գոյություն ունի աշխարհի վրա եւ ես ուզում եմ, որ ինքը միշտ լինի ժամանակակից, այսինքն ինքը միշտ գնա ժամանակի հետ, ինքը երբեք չհնանա, ինքը էվոլյուցիայի ենթարկվի ինչ որ ձևով համապատասխան լինելով այդ ժամանակի մարդուն եւ միշտ մնա ժամանակակից, ինչ շատ դուր եկավ։ Իսկ պիլատես գալու ամենամեծ նպատակը որն է եւ ինչ դու քո փորձով խոր կտաս մեր հետևորդներին։ Կարող եմ ասել, միգուցե դա տարիքի հետ է կապված, բայց դա միանշանակ առողջությունն է ինձ համար, որը ես մեծ տեղ եմ տալի հիմա եւ իմ մարմնի կառուցվածքն է։ Ես ուզում եմ, որ դեռ երկար ժամանակ լինի այնպես, որ ես ամուր գեղեցիկ սլացիկ մարմին ունենամ որպես կին եւ իհարկե լինեմ առողջ։
Իմ դուրս շատ եկավ հերթականությունը, որ դու առաջինը խոսեցիր առողջության մասին, երկրորդը նոր գեղեցիկ կազմվածք ունենալու մասին եւ ես մեր հետևորդներին էլ շատ կուզեմ հենց դա խորհուրդ տալ, որպիսի պիլատես գալուց իրենց առաջին նպատակը չլինի գեղեցիկ մարմինը։ Բնականաբար գեղեցիկ մարմին մենք ունենալու ենք, գեղեցիկ կեցվածք ունենալու ենք, ձիգ ենք լինելու, բայց առաջինը լինի կյանքի որակի փոխելը, այդ բարեկեցությունը, որը մեզ տալիս է պիլատեսը։ Ես շատ շնորհակալ եմ քեզ, որ քո թանկ ժամանակը տրամադրեցիր մեզ։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Գուցե այս զրույցում դուք գտաք ձեր մի մասը, գուցե գտաք այն զգացողությունը, որը երկար սպասում էր ձեր ուշադրությանը։ Իսկ ես սիրով կսպասեմ ձեզ բոլորիդ Pure Pilates by Inessa ակումբում։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցներ։